Մինչև հեղափոխությունը եւ մինչև այս խոսույթը, երբ որ սկսվեց, այս ճշմարտությունները, երբ որ սկսեցին բարձրաձայնվել, բոլորն էլ տարբեր պատմություններ էին պատմում ամենատարբեր եկեղեցականների մասին, եկեղեցում տիրող շատ վատ բարքերի մասին, հատկապես Կտրիշ Ներսիսյանի մասին։ Բայց հիմա ահա Պանդորայի արկղը, այսպես ասած, բացվել է եւ ձեր հարցադրումը առ այն, որ պրոցեսներն ինչ կերպով կզարգանան, ինչ հանգուցալուծում կլինի, իրավիճակն ինչպես կզարգանա, պետք է մենք հիշենք, թե ամենասկիզբը ինչից սկսվեց, հա, այսպես ասած, սկանդալային որոշակի գրառումից, սկանդալային տեղեկատվություններից եւ այլնից հետո մենք տեսանք, որ արդեն, այսպես ասած, սառույցը կոտրվում է եւ այն բարքերը, որոնք ներդրված են եկեղեցու ներսում, ավտորիտարական, հա, այս ռեժիմը, որ գոյություն ունի, միմյանց վրա կոմպրոմատներ հավաքելով, բոլորին լռեցնել եւ ծառայեցնել ուրեմն Կտրիչի իշխանությանը, այս ամենը փլվում է, քանդվում է, որովհետեւ մենք տեսնում ենք, որ եկեղեցու ներսում Փառք Աստծո շատ են ուրեմն հոգեվորականները, որոնք եկեղեցու կողքին են եւ ուրեմն ճշմարտության կողքին են, եկեղեցական կանոնագրքերի ուրեմն տրամաբանությամբ են իրենց կյանքն ու գործունեությունը կառուցում եւ ես վստահ եմ, որ ուրեմն Կտրիշ Ներսիսյանը իրեն շրջապատող եւ իրեն աջակցող մյուս սրբապիղծ ուրեմն հոգեվորականների հետ պետքա լքի ուրեմն եկեղեցական շարքերը